Բարև ձեզ, եթերում հրապարակային շաբաթն է։ Մենք շաբաթվա իրադարձությունները այսօր քննարկելու ենք Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Քանի որ դուք շատ խորացած եք արտաքին քաղաքականության հետ կապված հարցերում, կուզեի որ սկսեինք մեր խոսակցությունը անկլավների թեմայից։ Շաբաթվա մեջ ուրեմն մի փոքրիկ գրառում արեց, ասաց, որ մենք հետ ենք բերելու Արցվաշենը եւ Հայաստանի կորցված տարածքները, բայց մարդիկ, քանի որ մեր տառապանքը արդեն փորձ ունի, բոլորը հասկացան, որ դա նշանակում է, որ մենք նորից տարածքներ ենք հանձնելու։ Կարող ենք արդյոք Արցվաշենը հետ բերել, դա ինչ է տալու Հայաստանին, ինչ ենք հանձնելու դրա փոխարեն, ինչու նորից անկլավների թեման բարձրացավ, որտեվ երբ որ վերադառնում ես իր նախորդ ասածներին, անկլավների հետ կապված այնքան հակասական հայտարարություններ է արել, որ կապը կորչում է, չես հասկանում, ինչ է սա նշանակում։ Մի ժամանակ ասում ես չեն եղել անկլավներ, հետո ասում ես իրավական հիմքերը մեզ չեն տրամադրել, հետո ասում ես փոխանակում ենք անելու անկլավների, հիմա պարզվում է չէ, նորից Արցվաշենի թեման կա, նորից Տիգրանաշենի թեման կա, ինչ է սպասվում էս ասպարեզում։ Սկսենք անկլավների թեմայից, ուրեմն Հայաստանի Հանրապետության տարածքում չկան անկլավներ, որոնց վերաբերյալ Ադրբեջանը ներկայացրել է իրավական հիմքեր, այսինքն ցանկացած քարտեզի վրա, որ կա ինչ որ կլորակ, ինչ որ ցույց տրված, ոչ այս տարածքը ադրբեջանական Google-ի քարտեզներով, որ հիմա դա ցույց էին տալիս ադրբեջանցիները, դրանք պետք է հստակ իրավական փաստաթղթերով հիմնավորվեն, թե ինչպես է Խորհրդային Միության տարիներին այդ տարածքը, այդ կտորը դարձել Ադրբեջանական Հանրապետության, այո, հիմա Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությանը։ Հիմա մենք ունենք կարող գնալ ազգային գրադարան, ես գնացել եմ, անձամբ փորձել եմ դա անել։ Ունենք Խորհրդային Միության հանրագիտարանները։ Ուրեմն 26-ից մինչև 30-ականների դեռ հանրագիտարաններ, որտեղ կա Հայաստանի Հանրապետության քարտեզը Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության, որտեղ մենք 31000 քառակուսի կիլոմետր ենք, Հայաստանի սահմանը հատվում է Լեռնային Ղարաբաղի սահմանի հետ, այսինքն միջանցք պետք չէ որ լինի, մենք կպած ենք իրար։ Լաչինը չի եղել։ Այո, այդ քարտեզի եւ չկան անկլավներ։ Հիմա Հայաստանի Հանրապետությունը, չգիտես ինչու, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հայտարարել է, որ մենք ուզում ենք դելիմիտացիայի, դեմարկացիայի հիմքում դնենք 75 թվականի քարտեզ։ Եվ բոլորը սկսել ենք դա ասել։ Հետո Ադրբեջանը հայտարարել է, որ ինքը համաձայն չի, որովհետև չկա 75 թվականի մի հատ քարտեզ։ Կան բազմաթիվ քարտեզներ, կտորներ, բան։ Իրար հակասող քարտեզներ երևի։ Նաև հակասող բնականաբար եւ մեր բախտից Ադրբեջանը չի համաձայնել Հայաստանի առաջկաշած խոսույթին։ Եվ դա ես կարծում եմ մեզ հնարավորություն է տվել, եւ ես երբ որ կառավարությունում եմ եղել դա առաջարկել եմ, որ մենք ասենք, որ շատ լավ, հիմա եկեք սեղանի վրա դնենք 26 թվականի քարտեզը, բնականաբար ես նաիվ չեմ, միամիտ չեմ որ մտածեմ, որ իրանք ասել են եղավ դե եկեք 31000 տարածքով ձեզ ճանաչենք, բայց դա մեզ բանակցային խոր կտար բանակցություններով գոնե հանգել նրան։ Ստարտային լավ բան կտար մեզ հիմք։ Այո, որ հանգեինք նրան, որ լավ ինչ կա, Արցախը արդեն Ադրբեջանի վերահսկողության տակ է, Հայաստանն էլ ճանաչել է Ադրբեջանը քառակուսի կիլոմետրով, բայց Ադրբեջանը մեզ չի ճանաչում մինչև այսօր, եւ բանակցություններով հանգեինք նրան, որ մեզ քառակուսի կիլոմետրով ճանաչեին եւ Հայաստանի տարածքի ներսից, շատ կարա ներսից որևէ հողակտոր չպահանջվեր։ Առանձին քննարկվեր Արցվաշենի հարցը, ինչու, որովհետեւ երբ որ ես ասում եմ չկան իրավական հիմքեր, որ Հայաստանի տարածքում կան անկլավներ, կա իրավական հիմքը, որ Արցվաշենը Հայաստանի Հանրապետության տարածքի մի մասն է։ Հիմա գալով Փաշինյանին փորձը ցույց է տվել, հիմա վատ փորձ է, տենց է ստացվել, չգիտեմ ինչա, ինչ որ միստիկ բան է կարող դրա մեջ տեսնենք, որ ինչ որ ինքը հայտարարել է, որ ինքը գնում է փրկի, վերջում մենք հանգել ենք նրան, որ կործանվել։ Կործրել ենք, չկա այդ։ Ну Արցախն է դելիմիտացիայի process-ը, որում սկզբից մերժում է, հրաժարվում է, հետո մեկ էլ կամած սկսում է նահանջել այդ դիրքերից։ Այո, գալիս է ադրբեջանական խոսույթին է հանգում։ Ինքը օթից չէր որ գրեց որ ես ուզում եմ, մենք ուզում ենք չեմ դելիմիտացիայով, բառացի չեմ մեջ բերում։ Դուք մեջ բերեցիք գնալ եւ հետ բերել Արցվաշենը,
Հայաստանի ժողովուրդը անկեղծ եմ ասում, դուք եկեք մարդկանց հետ խոսացեք, չունի Արցախը ազատագրելու, կոպիտ ասած, հա, օրակարգ, չկա տենց բան։ Դա Նիկոլ Փաշինյանն նորա բերել օրակարգ։ Ինչու է բերել, որովհետև Բաքվում քննվող դատական գործի շրջանակներում շոշափվել է Քյարքի օկուպացիայի հարց։ Գործը քննվում է, նյութերով գնում է, կռիվ եղավ, ստեղ կռիվ եղավ, այնտեղ են, ով որտեղ էր դերակատար, բան, մի հատ դրվագ կա։ Քյարքի օկուպացիա։ Հիմա հետ եմ գալիս նորից իմ նախնական խոսույթին։ Ժողովուրդ, մեր երկրի տարածքում, ասենք, խորհրդային միության այդ երկրի տարածքում, որ արդեն անկախացել է։ Մենք ոնց կարանք մեր երկրի տարածքում տարածք օկուպացնենք։ Աբսուրդ է դա։ Դրանից հետո լինում է մամուլի քարտուղարի ԱԳՆ, ինչ որ հարցազրույց, ես իմ որտեղ, բնականաբար պլանավորված, որտեղ ասում է, որ անկլավների հարցը սեղանին դրված է, Հայաստանը պետք է տա եւ այլն, բառացիչ են մեջ բերում, ասում է։ Որից հետո մենք արձագանքել ենք, որից հետո Փաշինյանը որ տեսնում է թեման բացվել է, ինքը թեմայան է դնում է Արցվաշենը հետ բերելու թեմա։ Այսինքն Քյարքին տալու, այլ ասում է Արցվաշենը։ Նա միշտ ինքը տեսեք չի ասում, որ Ղարաբաղը կորցնելու օրակարգ ենք մենք ունեցել։ Ասում ենք Հայաստանն ենք գրգել։ Մենք Հայաստանը գտանք։ Հիմա Արցվաշենը փրկելու օրակարգը բնականաբար Հայաստանից նոր հողեր, ռազմավարական բնույթի նշանակության ճանապարհներ կորցնելու վերաբերյալ է։ Բայց իսկ այդ Քյարքիով որևէ հիմք իրավական, որևէ քարտեզ, որևէ բան ունի Ադրբեջանը, ինչի հիման վրա է ասում։ Բացարձակապես որևէ բան չունի, միակ փաստարկը, որ իրենք ունեն, դա հետեւյալն է, որ Քյարքիում, այսինքն Տիգրանաշենքն ադրբեջանցիներն ապրել։ Շատ լավ։ Ես Հայաստանում բազմաթիվ բնակավայրեր կարող եմ ասել, որտեղ ադրբեջանցիներ են ապրել։ Եվ հակառակը Ադրբեջանում լիքը բնակավայրեր, Կիրովաբադը կարող է հայկական ա եղել։ Եվ օրինակ դոմինանտ Հիմա ամենալավ օրինակը իսկ Լեռնային Ղարաբաղն է, որ դոմինանտ հայերով բնակեցված է եղել 2000 տարուց ավել, դե մի կարանք ասենք անկլավ է։ Հիմա եթե տենց է։ Այո, մեծ անկլավ է, հա։ Այո, մյուսը, որը շատ կարևոր է, գանք խորհրդային միությանը։ Եթե Ադրբեջանը պահանջում է խորհրդային միության ժամանակվա, պատկերացնենք գտել է իրավական հիմքերը, լավ։ Եկեք հակառակից է գանք, իրանց կոնտեքստում։ Պատկերացնենք գտել են, բերեն շո բաներ, ասում են, չգիտեմ, որ գյուղ սովետը որոշում ընդունել ես ինչ-որ գյուղ սովետի հետ Ադրբեջանի հողափոխ է կամ նվերատվե, չգիտեմ, էական չի։ Էսա հիմքը բերել ենք, օրինակ եմ ասում։ Բնականաբար հնարավոր է Մոսկվայում ինչ-որ հաստատ ինչ-որ արխիվներում ինչ-որ բան լինի, բայց եթե միջի այսօր չեն բերել, չկա։ Ասենք թե եկան դա ասեցին, շատ լավ, եթե խորհրդային միության իրողություններով բան եք մեզանից պահանջում, խորհրդային միության նույն քարտեզներով Արցախը ինքը բանա ինքնավար մարզ ախպեր հայկական կառավարվող դե ուրեմն մենք էլ հետ այսինքն տեսեք եթե փակում ենք կոնֆլիկտի ես ուզում եմ Փաշինյանի խոսքերով իրան արձագանքենք եթե փակում ենք կոնֆլիկտի դարաշրջանը եթե փակում ենք կոնֆլիկտի խոսույթ այսինքն Արցախ ինքնավարություն հայերի իրավունքներ բան փակեք ախպեր փակեք եթե դի փակում ենք ոնց է որ ասենք կա ինչ որ Քյարքի ես շատ գիտեմ ինչ անկլավի ասենք օրակարգ ոնց եղավ Այսինքն էլի գալիս ենք միակողմանիությանը, որ միակողմանիան էս հարցերը դրվում եւ այդպես էլ լավ ասենք ջանդամ, ասենք գնացել են Ամերիկայում, որոշել են տվել են միջանցք։ Լավ դժվար էր ասել, լավ էս վերջի զիջումն է, այդ ամեն անգամ ես օրինակը բերեմ եմ, դա ամեն անգամ մի հատ վերջի զիջում ալնում, բայց էլի է այդ զիջում։ Վերջունի զիջում։ Այս օրինակը ես ասել եմ իրան Լեռնային Ղարաբաղը ճանաչելու ժամանակ։ Այսինքն post factum լավ ասեմ։ Որ հայտարարել թվին, հա։ Հա, որ ճանաչվել։ Լավ, հնարավոր չի այդ վաղտ ասել, լավ, սրանից հետո ինչ հարց կա փակում, այլ մենք հարց չունենք։ Ձեր ենք տարի, լավ, տալիս ենք այդ ձերին։ Չունենք հարց։ Հասկանում եք, մի անգամ ինքը լավ խոսք է ասել, որ ինչ մեկ ասեց, եթե ես տեսնեմ, թե որտեղ է վերջանում այդ զիջումների քանակը, ես կգնամ այդքան զիջման ու հարցը կփակվի։ Բայց չեմ տեսնում, իրանք անդադար ուզում են։ Ես ձեզ մեջ բերում եմ Նիկոլ Փաշինյանի խոսքերը մամուլի ասորից, որ շատ ճիշտ բան ասել։ Հիմա ինչ չի տեսնում։ Ու ուր է գնում այդ զիջումներով, որտեղ չի վերջանում այդ ցանկը։ Չի վերջանում, էլի։ Այնտեղ Արադ լեռը հանեք, բանից համալությունը փոխեք։ Ադրբեջանցիները կան բնակվեն, Սևանը ոնց որ Սևան չի Գյոյչայա։ Տենց անդադար այս ցանկը, այս process-ը չի։ Հա, բայց Էդմոն ջան, ախր եթե գիտակցությունը կա այդ բանի, որ այդ զիջումները ավարտ չեն ունենալու, իրանք անընդհատ նոր բան են պահանջելու։ Ինչու ուներ այդ գիտակցությունը։ Դրա համար պետք է հակընդդեմ զիջումներ պահանջել, չէ՞, հակընդդեմ փաստարկներ դնել։ Օրինակ Արցախի վերադարձի թեման չփակել։
այդ թեման այնքան տակ պահել, որ նրանք ստիպված լինեին իրանց ինչ որ պահանջներից հրաժարվել։ Տարական տրամաբանությունն է, չէ՞, թե մեզ դիվանագիտություն ու խելք չի պահանջում այս բանը հասկանալու համար։ Ուրեմն 2000, եթե չեմ սխալվում, 23 թվականին ես վարչապետին ասում եմ, որ մեր բանակցային թիմը մենք մեր պատմության մեջ նոր անկախ Հայաստանի Հանրապետության ամենալուրջ բանակցությունների մեջ ենք ներգրաված եւ 22 թվականին եմ ասել։ Եվ մենք պետքա պատրաստվենք։ Մեզ պետք են գիտելիքներ, մեզ պետք են փորձագետներ, խորհրդատուներ, օրինակ Իսրայելա-Պաղեստինյան բանակցությունների, օրինակ տարբեր այլ երկրներում, Իռլանդիայում կոնֆլիկտի բանակցություն, դա լիքը կոնֆլիկտներ կա աշխարհում։ Էկվադորի, օրինակ, ես դա գիտություն է ի վերջո։ Հա, եւ ասում եմ ես մտածում եմ, որ սա մեզ պարտադիր է, եւ ես գտնում եմ, որ մենք պետքա սրա վերաբերալ փորձագետներ ներգրավենք, բան, ինքը չի ասում, չէ, ասում է լավ բան, ճիշտ ես ասում։ Եվ ես գոնե իմ մասով, ասում եմ, լավ, ես ուզում եմ իմ մասով բան անեմ, մի հատ վերապատրաստում անցնեմ, գնում եմ, դիմում եմ Harvard-ի համալսարան, ընդունվում եմ բանակցային գործընթացի վերաբերյալ ամենաբարձր դասընթացին, գնում եմ Harvard, վերապատրաստվում եմ, հետ եմ գալիս։ Եվ ազատվում եմ աշխատանքից։ Չէ, դա բավականին տևել է, որ հետ եմ գալիս, դրանից հետո առաջին անգամ առաջարկվեց, որ ես նաև մասնակցեմ բանակցություններին Վաշինգտոնում։ Ես երբեք չեմ մասնակցել, մենակ այդ մի անգամ է։ Հիմա ասածս ինչն է, որ այս ինչ որ դուք ասում եք, դա եղել է իմ դիրքորոշումը եւ նաև պատճառներից մեկը, որ հրաժարական եմ տվել։ Եվ այս ինչ որ դուք ասում եք, սա մենք չենք հնարել։ Ես երբ որ գնացի Harvard սովորելու եւ մեզ սովորեցնում էին բանակցային բաները դրա մասին էր, այսինքն երբ որ ինքը ունի պահանջներ, դու էլ պետք է ունենաս պահանջներ եւ ունես, եւ մեր պահանջները արհեստական չեն, անգամ եթե դու չունես պահանջներ, դու շատ ավելի օրինական են, որ դու բանակցություններով ինքը մի բանազիջում, դու մի բանազիջում, մի հատ ինչ որ ընդհանուր արժեքի կոմպրոմիսային բանի գալիս եք բանի։ Հիմա այո, խաղաղությունը արժեք է, ոչ ոք դա չի վիճարկում, բայց այսօրվա իրանց ասած խաղաղությունը, որ իրանք իբր բերել են, դա արժեք չի իմ համար, ինչու՞։ Որովհետև այն խաղաղություն չի, որովհետև այն չունի անվտանգային երաշխիքներ եւ չկան մեխանիզմներ այդ խաղաղությունը պաշտպանելու։ Այս խաղաղությունը կառուցված է մի մարդու կամքից ըստ իրանց։ Եվ հետեւաբար ընտրություններից առաջ մի մարդու տալ տենց քարտեր, այդ մարդու անունը Իլհամ Հեյդարի Ալիևա, եւ ասել, որ այ իր կամքից է կախված այս խաղաղությունը, եւ այդ մարդը պատկերացնում եք ոնց կարա մանիպուլացնի ընտրական շրջանում ինչեր կարա ուզի եւ ինչեր է ուզում եւ ստանում է եւ անդադար լինել այդ մարդու կամքից կախված։ Հետեւաբար այն ինչ որ բանակցվել է, բերվել է, ինքը ամբողջությամբ հակասում է բանակցային գործընթացների միջազգային բոլոր եղած փորձերին, լավագույն պրակտիկաներին, վատագույն պրակտիկաներին էլ հակասում։ Այստեղ չկա բանակցային բան, ես դա ձևակերպել եմ հետեւյալ կերպ, որ կա Ադրբեջանի օրակարգ եւ հայկական կողմը գնում է լսում այդ օրակարգը եւ գալիս է իր երկրի ներսում սկսում է ստել, մանիպուլացնել, մարդկանց խաբել, որ բոլոր մեթոդներով սա պարտություն չի։ Հիմնավորել, որ դա հաղթանակ է, դա ձեռքբերում է, դա ճիշտ է, դա լավ է, տենց պետք է արվի եւ այլն եւ այլն։ Այո։ Լավ, մի ուրիշ հարց էլ տամ։ Նայ, այս ընթացքում փաստորեն Ադրբեջանը սկսեց մի քիչ փոխել իր պահվածքը, նախ կարծես թե չի ուզում սпасել, որ վերարտադրվեն 26 թվին։ Գուցե այլևս չեն հավատում, որ վերարտադրվելու է, նաև դա է պատճառը, որ ուզում են այս 6 ամիսը լիարժեք օգտագործեն։ Գուցե դա է պատճառը։ Բայց նաև սկսեցին ինչ որ բաներ ասպարեզ գցել։ Ասենք Դուշանբեի հանդիպմանը այսպիսի բան է խոսվել, այսպիսի բան է ասել, որ նաև վնասում է կոնկրետ Նիկոլ Փաշինյանին, բայց տենց ռեալ օգուտ իրենք դրանցից ոնց որ թե չեն ստանում։ Այդ դրա իմաստը ես չհասկացա։ Բայրամովի մասնավորապես օրինակ հարցազրույցը հետաքրքիր էր, որ տենց մանրամասների հրապարակելու իմաստը չընկալվեց, էլի մի տեսակ։ Տեսեք, իրենք այնքան հանգիստ են, որ չեն նայում, որ ինչը կվնասի Փաշինյանին։ Եվ գիտեն մի բան, որ շատ կվնասի որևէ ռազմական բախում։ Հետևաբար ռազմական բախումները բացառել են սահմանի վրա կրակոց, մրակոց, պրովոկացիա, բան։ Կանոն չէ ամենը խաղաղության դրոշակը ինքը թափահարի։ Դա չեն անում։ Մնացածը հիմա իրանց 5 տարվա այսպես կոչված հաղթանակը պետքա նշեն։ Դուք մտածում եք պետքա հաշվի առնեին, թե այստեղ ինչ կարա լինի բան։ Բայրամովի հարցազրույցը իրականում շատ հետաքրքիր հարցազրույց է։
եւ Փաշինյանը չհերքեց որևէ բան, որ նա ասել է, ուրեմն շատ անկեղծ էր այդ իմաստով։ Բնականաբար իրաց ռոպագանդայի իմաստն է, բայց մեր համար կարևոր տեղեկություններ կային, որ շատ կարևոր է մենք հասկանանք, թե process-ը ոնց է եղել, չնայած որ բավականին բաներ գիտենք, բայց հետո հաստատված ինչ որ հաստատող բան է, չէ՞ լինում, որ հաստատվում է։ Այդ իմաստով ես չեմ նաև կարծում, որ Բայրամովի հարցազրույցը խանգարում է Նիկոլ Փաշինյանին էլեկտորալ իմաստով, որտեղ այն Արցախի մասին է եւ կոնֆլիկտի։ Արցախի հարցը Նիկոլ Փաշինյանի հավաքվելիք ձայների վրա չի ազդում։ Եվ այս բանը ընդդիմությունը մեր չգիտի, կամ գիտի չի հասկանում, կամ գիտի եւ միևնույն ժամանակ մեկը անում է էմոցիայի տակ, ինչքան այդ հարցը շարքում են, այնքան Փաշինյանի դիրքերը ամենապնդվում այն իմաստով, որ ինքը անընդհատ նոր փաստար կա բերում, նոր թե ինչու պետք է Արցախը մնար Ադրբեջանում։ Հա, նոր, այսինքն տեսեք, հիմա լավ է խաղաղության պլանը չանելու հարցը տարբեր փուլեր է էլի ունեցել, հիմա նոր նարատիվը ինքը ձևակերպել, ասում է պետականությունն ենք պաշտպանել։ Մենք մեր անկախությունը կորցնենք, եթե դա։ Բայց ուրիշ բաներ էլ ասում է ոչ մեկը մեր չափ բան չի արել Արցախի, Ղարաբաղի համար, ինչքան մեր իշխանությունը։ Այո, այսինքն Խայտարակություն, չէ՞։ Քաղաքական խոսքի կոնտեքստում, եթե օրինակ հետևեք նախագահ Թրամփի խոսքին, կամ նոր աշխարհի լիդերն է, լավ sense ասեմ, ամեն ինչ հերքել, ոչ մի բան չընդունել եւ հակառակը ասել բանին, քեզ մեղադրողին։ Հիշում եք մի հատ ինչ որ պահի ինքը ասավ, «Տո հողատուն դուք եք, տո դավաճանը դուք եք», Ազգային ժողովյան բնից ընդդիմադիրներին։ Մի ինչ որ պահ ինքը չէր անում դա։ Հա, իրան մեղադրում էին, ինքը ասում էր, բայց չէ որ սենց եղավ, բայց չէ որ դուք թալանել եք բանակը, բայց չէ։ Ինչ որ պահի այդ սաղ փաստարկները հանեց, ասավ հողատուն դուք եք, դավաճանը դուք եք, հանձնողը դուք եք։ Ուրեմն սաղ դուք եք։ Ինչքան այսինքն անտրամաբանական բան ասի, այնքան էֆեկտիվ է լինում, հա դա։ Այո, ես ես դուրջ եմ ասում, նոր տեխնոլոգիաների կոնտեքստում, ասեք TikTok-ի կարճ տեսան դա ազդում է, այո, դա ազդում է եւ դա աշխատում է, իրանք շատ հստակ, շատ լավ աշխատած։ Այսինքն TikTok-ի կարճ մի հատ sense մի քանի վայրկյանանոց ռիլը, այնա որ Փաշինյանն ասում է մենք Արցախի համար ամեն ինչ արել ենք։ Եվ լսողը չի ասում, թե հիմա տեսեք, օրինակ դուք կարաք մտաբերեք խոսք Ռոբերտ Քոչարյանի, որ ինքը ասի ես Արցախի համար ամեն ինչ արել եմ։ Ես չեմ մտաբերում անկեղծ։ Սերժ Սարգսյանից չեմ մտաբերում։ Անգամ Լևոն Տեր-Պետրոսյանից որ հաղթանակած մարդիկ միշտ աշխատում են տրամաբանության շրջանակներում մնանել են։ Որովհետև իրանց տեխնոլոգիաները հին են։ Նայեք, իրանք սովոր են լինել իշխանություն։ Իրանք սովոր չեն լինել ընդդիմություն։ Մեր Փաշինյանը ընդդիմությունից եկել է իշխանությունը եւ ինքը բայց պահել է ընդդիմության իր բանը դիմակը։ Ապրեք, դա մեմ ասեմ, ինքը երկու խաղ խաղում է, ինքը իր ընդդիմությունն է, ինքը իր բանն է, այսինքն հիմա մենք քննադատում ենք, ես հիշում եմ ժամանակին, չեմ հիշում, ինչ քննադատեցինք, ասացինք վատ է կանում անարդյունավետ է, բան ասավ, այդ մենք ենք ասում անարդյունավետ է։ Այդ ես եմ դժգո, տես դուք ասեք դուք։ Չէ, ասես ես 7 տարի մնացել եմ նույն դասարանում, չէ՞, թվում է թե ինքը ես դեռ մենք պարլամենտում ես եմ դժգո, ես եմ քննադատում։ Մենք դպրոց չենք կարողանում սարքել, մենք ճանապարհ չենք կարողանում, այսինքն ինքը ինչ խնդրեմ որ դուք պետք է ասեք, ինքը ձեզանից առաջ ասում, հետեւաբար ինքը միշտ մի սերիա առաջ է խաղում իր անդիմախոսներից։ Չգիտեմ։ Լավ, եթե նկատեցիր ես վերջի հարցը պատասխանի ժամանակ իր ուսապարկերից մեկն ասում է դե այդ բանավեճի թեման դարելա չէ, այնպես մի հատ հայկական հարց էլի, պայման պետք է գաք էլի, պետք է ամենչով ու այդ ուսապարկն ասում է Բերմա ենթարկեք ասում, բերմա ենթարկեք բանավեճ։ Ես չեմ զարմանա, որ վաղը քրեական գործառույթ բանավեճի չգալու համար։ Նախագահների նկատմամբ։ Ինչ է տալու այդ բանավեճը, լավ։ Այդ փաստարկները չեն կարողանալու իրան ասեմ, որ սա էսպես է, այնպես է։ Չէ, չեն կարողանալու իրան ասել։ Եվ ինքը գիտի, որ այդ բանավեճը չի լինելու։ Ատենդեր հաջա, հա։ Ինքը անընդհատ մարդկանց մոտ տպես փողոցում մարդ եմ հանդիպել որ ասում է բայց լավ խեն վախենեմ բանավիճը անկեղծ եմ ձեզ աշխատել ինքը անդադ գիտի որ դա չի լինելու իրանք չեն գալ իր այդ բանավիճեն եւ քանի որ չեն գալու ոնց կգան երբ որ մարդուն ասում է դու ով ես որ քո բոթասները հիշում ես դու այդ մարդը այլևս կգա քո այդ բանավիճելու եթե դու այդ մարդուն վիրավորել ես այդ աշճանի բայց ինչն է բանը որ ինքը անընդհատ շարքում է որ իր ընդդիմախոսը Հայաստանի նախկին 30 տարին է ֆիքսեք։ Հետևաբար դրանով ինքը փորձում է խուսափել որևէ նոր ընդդիմախոսներից, որպեսզի ժողովրդին նորից բերի 21 թվականի ընտրություններ։ Ինչ տեղի ունեցավ։ Ինքը ու հակաբևեռ քվեարկություն է, այսինքն Ժողովուրդ ջան, լավ, հա Ղարաբաղը կորցրել ենք, հասկացանք, բայց ուզում եք հետ գնանք։ Մարդիկ ասում են, չէ, ախպեր, չենք ուզում հետ գնանք։ Ուզում ենք առաջ գնանք։
Դե ասում է առաջ գնանող չկա, ես եմ եկե հետ տանողներն են, որոշեք։ Այսինքն ինքը անընդհատ նախկինը, այսինքն նախկին բառը բավական երկարորեն չեմ օգտագործում, էլի, բայց այդ է իր հակադրությունը, դա հիմա պետքա որ մեր նախագահները նախկին փորձեն այդ սերիայի խաղը չխաղան, էլի, այդ խաղի մեջ չդառնան։ Բայց գիտես դա էլ չի փրկելու, ասեմ ինչու, որովհետև հիմա ես նկատում եմ, որ իրանց թիմը ավելի շատ սևեռված է, օրինակ Արման Թաթոյանն են հայհոյում, Սամվել Կարապետյանի Մերձևովը, Կարեն Կարապետյանի որդուն Նարեկին են հայհոյում, այսինքն ով հիմա դաշտում փորձում է հայտնվի եւ ինքնուրույն ինչ-որ բան անի, տարանջատված այդ նախկին նախագահներից, դրանց դեմ են աշխատում։ Թիմը հա, հիմա ասա շփաթ Ինքն էլ կսկսի շուտով։ Էլ Տարոն Շախոյանն, էլ Ռուբեն Ռուբինյանն, էլ Արման Եղոյանը ին վերաբերյալ տարբեր վիրավորական բաներ են գրել։ Նայեք, բայց Նիկոլ Փաշինյանն է կարևորը։ Նա թիրախավորում է նախկին նախագահներին հիմնականում։ Հիմա նայեք, գնաց Թաքեր Քարսոնի հարցազրույցը, ճիշտ է։ Այդ նույն գիշեր գնաց նաև Սերժ Սարգսյանի հարցազրույցը, ճիշտ է։ Նիկոլ Փաշինյանը ում արձագանքի առավոտից շուտ։ Սերժ Սարգսյանի 7-11 հատ ստատուս գրեց, չէ։ Լայվ մտա։ Նայեք, կար հանրային դաշտը, սեր քննարկել Թաքեր Քարսոնի եթերը։ Ինքը որպեսի խուսափի ինդեղի խոսակցությունից, սկսեց հələ արի բանավիճենք ուրեք, բանի Քոչանին է ասա, Լևոն Տեր-Պետրոսյանն է մատ հետդ բեր, այսինքն ինքը նորից բերեց հին թեման առաջ, որ խուսափի, այսինքն միջազգային հարթակում իրա հասցեին, ասված բաներ, որը հիմա նաև ասում են, որ Թրամփի որդին պետք է գա, չեկավ դրա պատճառով եւ այլն։ Մեր լրագրողը խելոք միտքեր գրել իր վերջի հոդվածի մեջ, ասում է խաղաղության քանի որ Վաշինգտոնյան փաստաթղթերի էֆեկտը շատ կարճաժամկետ եղավ, ինքը հասկացավ, որ դրա վրա չի կարող ինքը գնալ հաջորդ ընտրություններին, նոր հիմք է պետք ընտրությունների գնալու եւ նորից վերադարձավ այդ նախկինների դեմ պատերազմի այդ իր նարատիվին։ Նիկոլ Փաշինյանը մտ բանը շատ սոցիալ հոգեբանություն է, որ սկսում է ինչ որ մեկի սոցիալ հոգեբանությունով զբաղվել։ Ալիևի բանի այտենց մեր նախորդային, հիմա իր զենքը իր դեմ կիրառենք։ Իր սոցիալ հոգեբանությունը իրան բացահայտել է եւ նաեւ մի տեղ հարցազրույցում ինքը ասաց նաեւ, որ Վաշինգտոնյան փաստաթղթերը թերագնահատված են Հայաստանում եւ ինքը դրանով նաեւ ընդունում է, որ իրանք չեն կարողացել դա լավ վաճառել։ Բնականաբար, բոլոր ընդդիմախոսները, ովքեր խոսել են այդ օրերին դրա դեմ, մեծ դեր ունեն, որ դա չեն կարողացել իրանք վաճառել։ Հետևաբար, շնորհավորապես դու ահագին խոսեցիր։ Հա, հետևաբար ուզում եմ ասեմ, ինքը ինչ է ուզում անի, ինքը ուզում է նոր բաներ բերի առաջ, հիմա էլի դպրոցներն է, դա ասֆալտն է, դա բանը բերկրանք նախագահության, դա ծորենն է, որ գալիս է հավը ուտում է, հավը ձուացում ու դուք ուտում եք։ Այսինքն ինքը տեսա որ բարձր անասնակեր է, դա վերափոխենք։ Իսկ կա գարանտիա տա որ ձեր լիդերը ում էր ասում, օպոզիցիոն որիժիներ ասում, որ ձեր լիդերը խոզի միշտ չի ուտում։ Իսկ կարողա չի ուտում, դա ուզում է բանանի որ բանա էլի կրոնական բան։ Այո։ Թրոլինգի մեծ վարպետներ են, բայց մենք էլ ենք թրոլինգի։ Դե քաղաքականություն է դա։ Հիմա ցանկացած լուրջ բան կարելի է անալրել։ Ուղղակի իր լսանը մեծ է, ձեր լսանը բավական ժամանակապակ է, էլի անհամեմատելի է իր հետ։ Ասենք օրինակ անցած օրը ասում է ուզում եք իմանալ ինչի վրա եմ ծախսել այդ վարկերը, ասում է 7 միլիարդը։ Այո։ Ասեմ զենք եմ առել։ Ու ոչ մեկը չի ասում որ այ պարոն վարկային համաձայնագրերը հաստատվում են, դրանց տակ փաստաթղթեր են լինում, այդ վարկը տվող կազմակերպությունները եւ բանկերը անպայման ստուգում են, թե դա ինչի վրա պիտի ծախսվի։ Ցույց տուր մի վարկային պայմանագիր, որը վերցրել ես հենց զենք առնելու համար։ Չկա այդպիսի բան։ Այդ հերթական մուդիկն է, էլի, հերթական բանը, մանիպուլյացիան, որը կարա լսողին ասի, հա, էլի, դե ոչինչ, որ 7 միլիարդի պարտքակուտակ է, բայց գոնե զենք առել, չէ՞, սմարթը։ Նախ չկա նման բան, մենք վարկով զենք գոնե իմ տեղեկություններով վերջին անգամ գնել ենք Ռուսաստանից, ընդ որում զենքի վարկն է եղել դա, մենք ուրիշ երկրի հետ վարկով զենք վարկով չունենք այդպես կոնցեպտ, կարային գերեի ունենանք Ֆրանսիայից հիմա, բայց չունեմ այդպես տեղեկություն, որ մենք վարկով զենք ենք առել Ֆրանսիայից, իրանց տված վարկով, էլի, որ իրանք վարկ տան, զենք տան, մենք վարկը հետ փակենք։
Եվ նաև այդ հայտարարությունը շատ վտանգավոր է միջազգային ֆինանսական կառույցների համար, որովհետև նրանք կարող են ուսումնասիրություններ սկսել Հայաստանում, բարձելու համար, թե օրինակ հյուսիս-հարավ կամ ես իմ որ ջրամբարը կառուցելու համար վերցրած վարկը արդյոք արդյունավետ է օգտագործվել, բան, բայց դե Փաշինյանը իր խոսքին չի հետևում, տենց կարա խնդիրներ էլ Եվ դա նաև նշանակում է, որ ինքը պետական բյուջեն իր սեփական գրպանի նման ինչ ուզում է, որ հոդվածով ուզում է, երբ ուզում է տեղափոխում է, ինչի վրա ուզում է ծախսում է, հա, կարելի է նաև այդպես ես զենքի գնումները, զենքի առևտուրը միջազգային մոնիտորինգի տակ է։ Հայաստանը չի կարող զենք առնել, որ օրինակ լավ հերու չգնա, որ Ադրբեջանը չիմանա ինչ զենք է առել, ինչ վարկով որ երկրից։ Թող ոչ մեկ մեզ հեքիաթ չպատնի։ Բայց հիմա ասում եմ կազմեք խմբեր 50 հոգանոց, ես կտանեմ ձեզ ցույց կտամ, թե ես ինձ ինձ ռոբոտ շուներ քայլեմ, հիմա որ այդ ռոբոտ շունը տանեն 10-րդ դասարանցիներին ցույց տան, ի՞նչ է փոխելու դա։ Կներեք, նայեք։ Կա չէ որ մի անգամ այդ վստահությունը փլուզվում է եւ այդ չի վերականգնվում։ Մենք ունենք սուերի պատմությունը։ Ամենաշատ գովազդված բանն է։ Մենք ունենք տորերի պատմությունը։ Էլի ամենաշատ գովազդված Նիկոլ Փաշինյանի էջը մտնենք, հետո կգտնենք բոլորի նկարները, ոնց է գնացել նկարվել, սելֆի արել դրվել, Հայաստան երկինքը փակ է, Արայիկ Հասյանն ասում է Արցախ երկինքը փակ է։ Այդ հիմա ասում տորը, հիմա ասում մետալալոմ էր էտի։ Թե օրը մի բան, բայց ուզում եմ ասեմ, արդեն մի անգամ մեր մինչև ատամները զինվելու մասին հեքիաթը պայթել է, փլուզվել է եւ դա նորից շարունակել փորձել դա նորից ծախել, ուզում է 50 հոգանոց խմբեր ձևավորել, ուզում է 100 դա անհնար է անել էլի։ Հիմա Չէ, հետո շարքային քաղաքացին ինչ է հասկանում զոնքից, որ դու տանես ցույց տաս ինքն էլ ասի, հա մի երկու մեքենա բան կարող եք ցույց տալ, բայց դա ինչ տեսել են, գիտեք մենակ եթե չես խաղ 50 թե 40 հատ այդ ջիպ մեքենաները ֆրանսիական մոռացան ոնց էր։ Մի խոսքով, հա, հա, ինչ որ բաներ բերվել է, པարզ է, հասկանալ է։ Նայեք, խնդիրը հետևյալում է։ Մենք ինչ զենք ուզում ենք առնենք։ Հայաստանի Հանրապետությունը ինքն իրան պաշտպանելու օրակարգ չունի։ Մի բերեք զենքեր, մենքեր մեզ ցույց տվեք։ Եթե դու քեզ պաշտպանելու օրակարգ չունես, դու ասում ես ինչ ուզում են, խենք կռվում։ Եկեք քննարկենք տանք։ Ինչն է բանը մենք զենք, որտեղ հարց կա առաջանալ, զենքը ինչի ենք առնում։ Ինչ ենք այդ ծառայության ժամկետն է այդ միլիարդները եք ծախսում օրինակ, հարց կա առաջանալ։ Եվ նաև լեզվամտածողության կոնտեքստին եմ ուզում անդրադառնալ։ Ինքը պնդում է, վարչապետը պնդում է, որ մարտունակ չպետք է լինի բանակը, պետք է լինի պաշտպանունակ։ Ինչ է նշանակում մարտունակ բանակ։ Բանակ, որը ունակ է մարտի բռնվել։ Այո, եւ պաշտպանական նպատակներով։ Եթե ես ունակ չեմ մարտի բռնվել, ես չեմ կարող ինձ պաշտպանել։ Փլուզում է թե ունենում։ Փորձել ինչ որ բառախաղ անել, sense բաներ անել, բայց դրա տակ դու ուղղակի եղածն ես քանդում, դա շատ վատ է։ Ես կարծում եմ այդ սիգնալները ժողովուրդը ստանում է, հասկանում են մարդիկ։ Եվ դու անդադ խոսում ես պաշտպանվելու մասին, բանակը կրճատելու մասին, չգիտեմ էլ ինչի մասին, խաղաղության մասին, իսկ Ալիևը զորահանդես է անում, ահռելի հսկայական զորք ու զենք է ցուցադրում, չի խուսափում ագրեսիվ հռետորաբանություն։ Հիմա եթե խաղաղության դարաշրջան է, այսինքն Ալիևը իր խնդիրները լուծել է, ոչ մի խնդիր չունի այլևս, եւ Հայաստանի դեմ որևէ բան չեն ուզում անեն, այդ պարադի իմաստը որն է, մեկը կարա ինձ բացատրի։ Մտեղ կոնկրետ խզում կա։ Նաև ուրիշ բան ասեմ, Ադրբեջանը գազան տեմպերով զինվում է։ Նաև վերջին տարիներին, հեստ տարի էլ։ Մյուս տարվա բյուջեն էլ է այդ ձեւ պլանավորած։ Մեկը կարա բացատրի ում վրա ում ուզում, ում վրա է հարձակվելու։ Այսինքն Հայաստանը չի զինվում, թեր զինվում է, նվազեցնում է, կրճատում է, փակում է, փոխում է, չգիտեմ ինչ անում, անունը դրել է ռեֆորմ, բան, այնտեղ հակառակ process-ն է գնում, ում համար է անում։ Թուրքիայի վրա հարձակվելու, ռուսների Եվ վրա։ դրան էլ գումարած վերջին օրերին ավարտվեց Բաքվում դատավարությունը եւ ահռելի պատժաչափեր դատախազը պահանջեց մեր ռազմաքաղաքական գործիչների համար։ Ու դրա մասին ոչ մի բառ, գոնե մի տող, մի ԿՊԱ-ական, մի հատ ստատուս գրեր, մի հատ ելույթ ունենար, մի բառ ասեր այդ մասին կամ Նիկոլ Փաշինյան դու աղոթքի նախաճաշ ես անում, երկար ելույթ ես ունենում թրիպի ճանապարհի մասին, բա դու մի քանի նախադասություն չասես այդ մասին, որ մեր գերիներին, մեր քո գործընկերներն են, Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի հետ հանդիպել ես, նստել ես, վեր ես կացել, քո համախոհներն են եղել այդ մարդիկի վերջո, ո՞նց կարելի է այսպես վերաբերվել մեր մարդկանց, մեր հայրենակիցներին։ Ես չգիտեմ սրա վերջին շարունակությունը ինչ է լինելու։ Արայիկ Հարությունյանի Արցախի նախագահ ընտրվելու ինագուրացիային Շուշիում էր
ինագուրացիան, այդ դալիճը հիշում եմ, բար, երկ, մասնակցեցինք վերջում տենց ոտքի վրա է, որքանը որ հիշում եմ, սեղաններ էին գծված, շատ մեծ տարածք էր, Թթենու այգի էր կոչվում, որքանը որ հիշում եմ, եւ այդտեղ Նիկոլ Փաշինյանը կենաց բարձրացրեց եւ ասաց Բակո Սահակյանը իմ ընկերն է, մենք ընկերներ ենք դարձել, շատ լավ կենաց էր, շատ ջերմ, շատ գնահատանքի խոսքերով լցված նրա նկատմամբ, որտեվ դե արդեն պաշտոնաթող է, նոր նախագահ երթմնակալություն անցել եւ ոնց որ գնահատելու Բակո Սահակյանի դերը իմ ընկերն է, շատ դրական կենաց էր ու հիմա որ դուք ասում եք ձեր այդ շփվել եք, հա բան եք արել, բան նաեւ ինքը ասել է, այսինքն մենակ շփումը չի ու այդտեղ ամեն ինչ արել են իր իշխանության շրջանում իրեն աջակցել են, ու օգնել են։ այդտեղ ես բան ունեմ, էլի այդ հիմա մեր դեսպանատները, մեր արտգործնախարարությունը, մեր բոլոր ՀԿ սեկտորը լավ բոլորը պետք է թմկարային երեկվա դատավճիռների վերաբերյալ։ Նոր աղի ես չեմ հասցրել, բայց պատրաստվում եմ։ Դե դատավճիռ չկա իհարկե, դատախազի պահանջի, մեղադրական պահանջի, բայց process-ը այնպեսին է։ Այսինքն այդքան միջազգային հյուրեր են եկել Հայաստան։ Մենք այդ հարցը չենք հասցեագրում։ Այդ հասցեագրել բառը իրան շատ են սիրում, էլի անգլերենից է թարգմանված address։ Այդ հարցերը չենք դնում, էլի, ասենք լավ ժողովուրդ ջան, կամ լավ գնացել հասել ենք Տրամպի մոտ։ Այդքան զիջման են գնացել։ ԵԱԿ Մինսկի լուծարում, Ադրբեջանի վրայից լուծեիր, գոնե գերիների հարցը։ Սանկցիաները հանել։ Եվ ասել լավ, պարոն նախագահ, ի՞նչ է նշանակում հիմա մենք դատվում ենք Ադրբեջանում։ Հիմա եթե բարեշում ենք, եթե չենք բարեշում, մենք չենք բարեշում։ Ասեք ես փոքրուց մեծացել եմ շատ կրիմինալ միջավայրում, թաղամասում։ Շատերը գիտեն։ Եվ ունենք իրավիճակներ, երբ որ դու թույլ ես, պետք է ասենք ես ձեզանից թույլ եմ։ Եվ բայց մենք ունենք հարցեր իրար հետ։ Եվ այս հարցերը չենք կարող հիմա լուծել, չի ստացվում լուծել, եւ անգամ նա որ միջնորդում է, որ մենք ձեռք-ձեռքի տանք, դա էլ ոնց որ պայմանները այն չի։ Մենք գիտեք ինչ էինք անում, ասում ենք հիմա բան չկա խոսալու, թույլ ենք, բան չենք կանանենք, հա, բայց ես հարցեր ունեմ։ Ու յուրաքանչյուր գնում է իր ճանապարհով։ Հետո մի օր, այդ օրը գալիս էր, ու այդ հարցը ունեցող մարդ իր հարցերը բարձրացնում էր։ Դա տարբեր ձևերով էր տեղի ունենում։ Եվ երբ որ ես սկսեցի ուսումնասիրել միջազգային իրավունք եւ միջազգային քաղաքականությունը դեռևս Ամերիկայում, հետո նաեւ Մինեսոտայի համալսարանում, բայց հետո նաեւ Հարվարդի համալսարանում, ես ինչին հանգեցի։ Ես մտածում էի թե այդ մեր թաղային այդ ենթամշակույթը ինքը զուտ դա մեր թաղային ենթամշակույթն է։ Չէ, դա մոդել է, չէ։ Ես տեսա որ նայեք Ճապոնիան եւ Ռուսաստանի Դաշնությունը խաղաղության պայմանագիր չեն կնքել եւ չեն ճանաչում միմյանց տարածքային ամբողջականությունը, որտեղ վեճ ունեն, հարց ունեն, կա հարցեր, այդ հարցերը կա, բայց շատ լավ հանդիպումներ, քննարկումներ, առևտուր, ամեն ինչ կա, բայց ախպեր ջան, ասում այդ հարցը կա, ես չեմ կարա փակեմ։ Ես որ այսօր փակեմ, ինձ հետո եկողը գալու է ինձ հարցնի, դու ես փակի այդ հարցը։ Դու ով ես որ այդ հարցը փակես, դա մեր ազգի հարցն է։ Փակեց Արցախի հարցը եւ Հայաստանը լավ այդ պատերազմը պարտվել է, հասկացանք, լավ պարտվել է։ Այնտեղ խաղաղության պայմանագիր առաջ հասկացանք, ուզում ենք բանակցենք, խոսանք, լտենանք, լուծումներ գտնենք, բան, բայց հարցերը կա, եթե հիմա բանակցում ենք, չենք կարողանում լուծել։ Օրինակ, քարտեզի հարցը չկա, քարտեզ, որով մեզ ճանաչում են։ Մենք ինչի համար ենք թեմաները փակում։ Հարցը պետք է բաց թողել, ինչ որ հարմար պահի նորից բարձրացնելու համար։ Հա, խոսալ, չեմ ասում, բաց թողնենք, հետո զինվենք, գնանք հարձակվենք իրանց վրա, մեզ չեն թողալու զինվենք, եթե պետք է լավ հասկանալ։ Բայց միջազգային իրադրությունը այսօրվա այնպեսին է, որ դու քեզ ինչ հարցեր, այնեք ինչ հարցեր ենք մենք հիմա փակում, էլի ուզում հասկանամ, կամ ոնց ենք փակում, կամ ում հաշվին ենք, ով է երաշխավորել։ Արդեն հերիք է, էլի։ Ասենք, պատկերացրեք, մենք հասել ենք Միացյալ Նահանգներ, մենք գոնե ստանանք անվտանգային երաշխիքներ հարցը փակելուց։ Չէ՞, մենք գնացել ենք չոնց ուրախանում են մարդիկ, բաներ են անում։ Ես նայում եմ լուսանկարները, անգամ լուսանկարներով իմ դիվանագիտական պրոտոկոլային փորձից եմ ասում։ Մենք խնդրեմ ունենք։ Ինչու, որովհետև լուսանկարներում մարդ, որ պետքա ապագա լինի շփվողը ԱԳ նախարարի հետ Միացյալ Նահանգների, նրա փոխարեն ուրիշ մարդ է նստած իր տեղը։
Այսինքն Ռուբիոյի Ահա։ գործընկերը, որ պետք է իր հետ ապագան շփվի, չէ, փոխանակ նա նստի կողքը, ուրիշ մարդ է նստի կողքը։ Վերցեք նկարները։ Ինքն արարողակարգային բաների մեջ էլ հա, նույնիսկ գլուխ չեն հանում։ Ախր այդ ամեն ինչը կար, ախր այդ ամեն ինչը կարևոր է, դու ոնց ասեմ, չի լինում սենց, էլի սենց չի։ Հասկանում եմ, որ լավ կարան ինչ որ պահի, ինչ որ ճկունություններ լինեն, բան, բայց եթե մենք հասել ենք այնտեղ բան ենք պայմանավորվել, դրա ապագա կապիտալիզացիան երկու մարդու միջև է։ Այդ երկու մարդը արգոսնախարարներն են։ Վերցրեք այդ նկարները նայեք։ Ուրիշ բան հասել ենք այնտեղ Թրամփի այդ ձայնագրությունը կա, որ ասում է դուք ունեք քրիստոնյա ռազմագերիներ, հա, որ ալի ես իրան ասում ինքը չի կարա մերժի, հիշեք բառացի թարգմանությունը, ու Փաշինյանն ասում է օքեյ, ուսում ճիշտ է, չէ, ասում է օքեյ։ Իմ տպավորությամբ դա ինչ որ Թրամփի հասած նյութն է, որ ինչ կուզեն հայերը օրինակ։ Եկե հասել ենք ու մոտ։ Նայեք, ցանկացած խոսակցությունից առաջ երկու կողմը գիտեն ինչ հարցեր կա, որ քեզանից ուզելու են, որ դու պատրաստ ես դրա պատասխանել։ Այդ հարցերին ինքը պատրաստ է։ Եվ բայց հարցը բարձրացնողը չկա։ Հա, եւ հարցը բարձրացնողի բարձրացնելու պահանջայնությամբ չկա։ Իրանք ասում են բարի ինքնա բարձրացրել, չգիտեմ ոնց այն բարձրացրել, լավ։ Բայց ինքը ասում է եւ չկա Փաշինյանի հարցը follow-up անել, անգլերեն follow-up են ասում, այսինքն հարցը արձագանքը շարունակել, չգիտեմ ոնց թարգմանեմ, որ ասի, այո, պարոն նախագահ, դա հիմնարար նշանակություն ունի խաղաղության գործընթացում, որ նաև մեր ժողովուրդը հանգիստ լինի, եւ այդ տեսաններին մենք եթերներում չհետևենք, որ Բաքվում դատվում են հայեր, քրիստոնյաներ եւ այլն եւ այլն։ Չէ, ակնհայտ է, որ ինքը շահագրգիռ չի գերիների ազատ արձակմամբ։ Ու հիմա այդ մարդկանց դուք ասում եք ծմա ազատազրկում, բան ես իմիջիալս գիտեի այդ պատիժների մասին ինչեր հիմա նաև ադրբեջանցիների այդ տարբեր քննարկումներ միանք ասում էին։ Հիմա ինչ եմ ուզում ասեմ, որ պետք է Հայաստանը այս հարցերով արձագանք ձևակերպի։ Չի լինում դա որոշում ունի։ Հա դա իգնոր անել, դա չի ստացվում, ախր դա իգնոր անելը քեզ համար է խնդրեմ։ Ոնց ասեմ, ոչ թե պետքա Իմոբիլիաս մոտ տպարությունն է, որ դե որ նրանց մենք պաշտպանենք, մենք խնդրեմ կունենանք, ես հակառակն եմ ասում, դու նրանց չպաշտպանեք, դուք խնդրեմ ունեք։ Այո։ Որտեվ այդ դատը մենակ նրանց մասին չի։ Այո։ Այդ ամբողջ մեր 30 տարվա պատմությունն են իրականում իրանք դրել դատավար։ Այնտեղ ծննդականներից բռնած բաներից, անձնագրերից սկսած դատաքննությամբ ընթանում։ Այո։ Ես երկար տարիներ երևի գիտես աշխատել եմ Նիկոլ Փաշինյանի հետ եւ պարբերաբար ինձ տարբեր մարդիկ հարցնում են, ասում են առաջել էր այդպեսին կամ ինչ տեսակ մարդ է, հավասարակշիռ է, անհավասարակշիռ է, իր հետ աշխատելը ինչպիսին է, ինչ զգացումներ ա ունենում մարդը իր հետ աշխատել։ Ես ճիշտն ասած, քանի որ դեռ 2000-ականներին եմ աշխատել իր հետ, կարծում եմ, որ ինքը շատ փոխվել է եւ դժվար է իմ տպավորությունները այսօր կարան լրիվ իրականությունից հեռու լինեն, բայց ես հիշում եմ, որ մենք շատ դժվար էինք աշխատում իր հետ, որովհետեւ որպես ղեկավար իր հետ շատ ծանր էր աշխատելը, հա, ինքը դու երբեք չէիր կարող կանխատեսել, թե հաջորդ պահին ինքը ինչ կուզենա, ինչից կզայրանա, ինչի իրան դուր կգա, որ նյութի վրա կարող է տենց ցնցումների մեջ ընկնի եւ որ նյութը կարա հավանի, մի խոսքով այդ տիպի։ Հիմա ես ուզում եմ այդ հարցը քեզ ուղղել հեռուստադիտողի կողմից, այսպես ասեմ, հա, աշխատել ես եւ ինչ տպավորություն ունես իրեն, ինքը որպես ղեկավար ինչպիսին է եւ հնարավոր է իր հետ ինչ որ բան պայմանավորվել, իրեն ինչ որ բան ասել, որ ինքը լսի, փոխի իր վերաբերմունքը, մոտեցումը ինչ որ հարցի շուրջ։ Եղել են շատ դրվագներ, որ ես ինչ որ ասել եմ, ինքը հենց այդպես արել է։ Չեմ ուզում ասեմ, դա հենց իմ շնորհքն է, նաև իր շնորհքն է, որ լսել է։ Եվ եղել են շատ դրվագներ, որ մենք ֆունդամենտալ տարբերություններ ենք ունեցել։ Այդ իմաստով, գիտեք, երբ որ մենք սկսել ենք ունենալ խնդրեմ իրար հետ, ես չեմ խուսափել, բայց ինքը խուսափել է շփվելուց։ Եվ այդ իմաստով, այսինքն իր ոճը ավելի շատ դա է, ոչ թե ճակատ այդ խնդրեմը բանանել, այլ խնդրեմից փորձել բանանել։ Ոնց որ հիմա Ադրբեջանի հետ անում։ Խուսանավել եւ բայց օրինակ ես անկեղծ պետք է ասեմ, որ անձնական հարաբերությունների իմաստով
երբեք չի եղել ոչ դաշինքի ժամանակ, որ դաշինքը ստեղծել ենք։ Որ ստեղծել ենք, այսինքն մինչև ստեղծելը բարձա մրցակից ուժեր ենք եղել, այդ մրցակցության մեջ Վանաձորի ընտրությունները հիշում եք, ինչ էր կատարվում, Թևանաստանը հացուտել է դրանից հետո այդ ելույթը որ ունեցավ Վանաձորում ինչ էր, այսինքն այդ ամեն դրվագները եղել է, բայց դաշինքի մեջ էլ փոխադարձ հարգանքով, հետո նաև արդեն կառավարությունում որևէ ձևով չի եղել խնդիր, ու նաև իրավիճակները գիտեք ինչպիսին, օրինակ պահկա, օրինակ ես սենց եմ մտածում ինքը սենց, չէ՞։ Ախր դու գիտես, որ դու ճիշտ ես, չէ՞։ Բայց նույն ձևի կարող է ինքն էլ գիտի, որ ինքն է ճիշտ։ Ու քեզ ժամանակ է պետք, որ քո համոզմունքը փաստերով հաստատվի։ Եվ եղել են դեպքեր, որ ես բան եմ ասել, չեն լսել, ժամանակը հոսել է, ու ես ասեմ, տեսակ որ ես ճիշտ էի ասում, որ դուք ինձ լսեիք, սենց չէր լինի։ Բայց այն պահին, որ դու դա ասում ես, դու չգիտես, դու վերջնական ճիշտ ես թե չէ, որտեղ միշտ մտածում ես, բալավ կարող է մի բաներ ինքը ավել գիտի։ Կարող եմ տենց վիճակ։ Այս գագաթնաժողովի ելույթը սկսեց նրանով, որ Կոնրադ Ադենաուերի հիմնադրամն էր կազմակերպիչը, հիշեց Ադենաուերին, ասում է Ադենաուերը ասում է իր ժամանակի մեջ, երբ որ իր տեսակետը, իր կոնցեպցիան ներկայացրել էր գերմանական ժողովրդին, Գերմանիայում ասում էին, որ դա խայտառակություն է։ Ասում է մեծ պայքար կար իր դեմ եւ այլն, բայց ասում է կյանքը ցույց տվեց, որ ինքը ինչպիսի Գերմանիա ստացվեց։ Դու տես ինչ զուգահեռներ անցկացնում իր եւ համաշխարհային մեծությունների հետ։ Դու հասկանում ես ինքը մտածում է, որ ինքը փրկելու է, փրկում է այս ճանապարհով Հայաստան։ Ինքը նույնիսկ չի հասկանում, թե ինչ աղետ է բերել այս երկրին։ Ֆունդամենտալ պրոբլեմա դա, որովհետեւ նախ Փաշինյանին համեմատել Ադենաուերի հետ ոչ միայն Ադենաուերը գերեզմանում շուռ կգա, այլ բանը Հիտլերն էլ դրանից կզարմանա, ինչու։ Որտեւ Ադենաուերը այն մարդը չի, որ այդ արհավիրքը բերել է Ջորթի գլխին։ Ադենաուերը այն մարդն է, որը արհավիրքից հետո եկել է, ճանապարհացույց տվել եւ ես չգիտեմ, որ ինքը ունեցել է խնդրեմ այդ ճանապարհի ընթացքում, որտեվ գերմանացի ժողովուրդը համախմբված, նա չի պարակտել այդ ժողովրդին, ընդհակառակը համախմբել է, ինքը պարակտում ամեն օր, համախմբված այդ ուղղությամբ այդ տեսլականի հետևից գնացել է։ Եվ ինքը ամբողջ ազգը վերափոխել է։ Հիմա ուրիշ բան ձեզ ասեմ, որ միգուցե չեք մտածել։ Ախր ինքը իրան համեմատի Ադենաուերի հետ, սա ադրբեջանական թեզ է։ Հիմա դուք կզարմանաք ես ինչ եմ ասում։ Ադենաուերը ինչ ա արել։ Դենացիֆիկացիա է արել։ Եթե մենք ուզում ենք ընդունենք, որտեվ Ադրբեջանը պնդում է, որ մենք հիտլերյան Գերմանիայի նման պետքա պատժվենք։ Ոչ մեկ էսի չի խորացել։ Նոր ելույթ ունեցել դե իմ ամենը, բայց Ադրբեջանի թեզը ո՞րն է, որ մենք հիտլերյան Գերմանիայի նման երկիր ենք եւ պետքա պատերազմի կապիտուլացվել ենք եւ այո, պատերազմի կանոններով պետքա պատասխան տանք։ Չեն ասում, որ ձեր դուք բանակ չպետք է ունենաք։ Մենք պետքա վերահսկենք։ Կապիտուլյացիայի բանը գերմանական եւ ճապոնական օրինակների վրա են իրանք ասում։ Բայց ասենք Նիկոլ Փաշինյանը գա այդ Ադենաուերի օրինակը բերի, դա նշանակում է նորից քողարկված Ալիևի եւ Բայրամովի, Հիկմետ Հաջիևի, մյուսների շրջանառության մեջ դրված բանաձևը մեր երկրում կիրառել։ Հիմա դե մեր ամբողջ ժողովուրդը չգիտի Ադենաուերի պատմությունը, ոնց է եղել, ոնց է։ Ինքը ժողովրդին անցակացել դենացիֆիկացիայի միջոցով, որտեղ մարդիկ 6 միլիոն հրյա են այրե գազապաստարանն է բաներում, գազի այդ բաներում։ Հիմա կներեք ես անկեղծ չէի նայել այդ։ Դուք ասացիք դա իմացա։ Շնորհակալ եմ, շատ հետաքրքիր էր, կարծում եմ եւ մեզ լսողների համար նույնպես։ Ես էլ եմ շնորհակալ։ Կամնացեք։ Այսօր այսքանը կհանդիպենք։